նրանք լինելու այդ վարկանիշը, մարդիկ դերևս ձեզ կապվում են իշխող թիմի հետ։ Եվ ասացում են մեր օբյեկտիվությանը, որ կկարողանա ընդհանրությունների օբյեկտիվ վերաբերմունք ապահովել, կկարողանա իշխացնել այսին անաչար ձևով, որովհետև նախկինում ասում են, որ նախկին իշխանություններին հետնական հանձնաժողովի ղեկավարը ծառայում էր այդ իշխանությունների դրամից առաջ շփումից իշխանությունների երբեք շարունակ կարողանա դուք ներկայացնող կենտրոնական հանձնաժողովի վարկանիշը փոխել, հանձնաժողովի նկատմամբ անեն վերաբերում պրակտիկը փոխել եւ մյուս հարցը այսպեսին է, ճիշտ է, դուք ասում եք, որ իմիջը չեք վերահսկողության հաղթակը երբեք խորհուրդները, բայց գոնե կարծում եմ իմիջակի պատվիրատուների վերահսկելու եւ մենք տեսնում ենք, ասում որոնք մենք հայտնի է, որ դուք քաղաքական ուղղվածություն եւ ակնհայտ նաեւ զերծական, մեղադրական, այսպես հայտարարություններ են հնչում։ Ինտերիալ եւ դրամի քայլեր վերաբերում են այդությամբ, ոչ եւ ձեր գնահատականը, հնարավորապես ակտիսի խորհրդների մասնավորապես դա ուղղված ընդդիմադի այն ուժերին, որոնք օրինակ շատ շահում են, կոնկրետ հասնելու կամ մեծամասնություն դիցերի դառնալու։ Ես եմ շնորհակալ հարցի համար։ Ես դեպ ինչ պիտի ասեմ, 3.5 տարի ես արդեն կայան նախագահ եմ։ 3 փաստ, որտեղ որ ես իմ պաշտոնը օգտագործել եմ կամ ի պաշտոնը արել եմ մի գործողություն, որը որ իմ ընկերներին, իմ նախկին կուսակիցներին, կամ չգիտեմ ազգականներին ասեմ, որը մեկին այսպես առավելություն է տվել։ Ես այս հարցին անընդհատ մտածում էի ավելի բաց, այսպես ասած, դուք հուսում եմ, որ ասում եք հանրային ընկալման մեջ, այսինքն դա ձեր, այսպես ասած, ընկալումը չի, դա դուք փոխանցում եք ինձ հանրային ընկալումը։ Որտեղ ես ուզում եմ ավելի պարզ այս հարցին պատասխանել։ Հարգելի լրագրողներ, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ես այո ունեմ ընտանիք։ Ես այո մեծացել եմ ծառայողների ընտանիքում։ Ես որ որ բոլոր այսպես ծնողազուրկերին ամենայն հարգանքով իմ կյանքը այնպես է ստացվել, որ ես որ չեմ եղել, որ չեմ մեծացել։ Նկատի ունեմ կապերի մասին, այսինքն ես ունեմ այո շատ ընկերներ եւ այդ ընկերների մի զգալի մասը նաեւ իմ գործունեության լրագրող տարիներից իմ ընկերներն են, ձեր շարքերում են, լրագրողների շարքերում են։ Ես դաստիարակվել եմ, որ ազնիվ ապրել եմ միայն բարոյական։ Իմ ծնողները ինձ այդպես են դաստիարակել։ Ես ամբողջ իմ գործունեության ընթացքում ձգտել եմ ապրել ազնիվ։ Ես գիտակցում եմ, որ շատ դեպքերում մարդիկ իրենք պաշտոնը, իշխանությունը ընկալում են այնպես, որ եթե օրինակ իրենք ունենան պաշտոն կամ իշխանություն, այ կանեն իրենց համար էս, որովհետև եթե մարդը ինքը նման կերպ չի մտածում, չի կարող հանիրավի դիմացինին մեղադրել, որովհետև ես երբ որ սրանից դեռ 3 տարի առաջ անդադ կրկնել եմ, որ զուտ իմ կենսագրության զբաղեցած աշխատանքներով պայմանավորված իմ ազնվությունը կասկածի տակ դնելը դա ուղղակի վիրավորանք է անձիս, որովհետև ի պաշտոն է ցանկացած գործողություն ինչ որ կլինի նախկին կուսակից ընկերներին, կլինի հարազատներին, դա քրորեն պատճենի է, պաշտոնական դիրքը առավելության նպատակով օգտագործելը կներեք, դա քրեական հանցագործություն է եւ ինձ անընդհատ էս բերելը ես ուղղակի ուզում եմ
որպեսզի արձանագրենք նման մեղադրանք հնչեցնող մարդը նշանակում է, որ ինքը իր մտքում ունի այդ մտայնությունը, այ որ այսպես է, ես ասում եմ, ես այլ կերպ եմ դաստիարակվել, ես ինձ համար անազնվությունը, անազնիվ պաշտոնավարումը դա բարոյական չէ, ոչ միայն օրենքով է արգելված, այլ նաև հին կրած բարոյական արժեքներին է հակասում։ Եվ ցանկացած մարդ, որը որ միայն անձին կենսագրության պայմանավորված պիտի մեղադրի, պիտի նախ ինքը իրեն հարցնի, ինքը նման բան կանի, եթե այդ պաշտոնում ինքը նշանակվի, ու եթե դուք համարում եք, որ դուք ձեր նշանակվելու դեպքում չեք անի, ապա ինչու եք իրավունք վերապահում իմ նկատմամբ կասկած հայտնելու։ Ես սա ասում եմ բոլոր նման մեղադրանքների, նման կասկածների համար, որովհետև ես կներեք նոր չեմ ընտրվել այս պաշտոնում, երբ որ ես նոր ընտրվում էի, ես այսպես ասեմ, շատ այն ժամանակ ասում եք ապրենք կտեսնենք, գործով կտեսնենք, թե ով ինչպես է, այսպես ասենք, կյանքին վերաբերում ու իր պաշտոնին վերաբերում։ 3.5 տարի, մեկ տասնյակից ավելի ընտրություններ են կազմակերպել, Երևանի ավականու ընտրություններն են կազմակերպել։ Չի բողոքարկել որևէ ընտրություն, որևէ մեկը չի կարող որևէ փաստ բերել, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ ապօրինություն կամ ինչ-որ բան արել։ Ես չնայած մյուս կողմից էլ ասեմ, եթե այս պաշտոնի 6 տարվա ժամկետը լրանալուց հետո էլի միակ բանը մնա հիշելու, որ ես նախկին կուսակցական եմ եւ այլ, դա կստացվի, որ ես իրոք հաջողվել եմ, որովհետեւ ինձ համար օրինակ ցավալի փաստ կներ, եթե դուք հիմի վերել որևէ ասենք պաշտոնավարման ընթացքում, որ որևէ դիպված, որ ասեք, օրինակ դուք այսպիսի բան եք արել, ու դա ասենք արել եք, որովհետեւ դուք ցանկացել եք ձեր, չգիտեմ, կուսակցական ընկերներին նախկին ընտանիքի անդամներին, չգիտեմ, ինչ-որ մեկին առավելություն իր համար առավելություն ստեղծելու համար եք արել, բայց փառք չկա, նման փաստ չի կարող լինել, ապագայում էլ չի լինելու, ես ասում եմ, եւ սա ուղղակի նաեւ հաշվի առնելով, որ մենք շատ կարևոր արդեն փուլում ենք, դրա համար ես այսպես ավելի բաց տեքստերով ասում։ Այս կտել եք հավելեմ, եթե հատված իշխանության կողմից ճնշումներ լինեն վրա այս համային երկրների մնալու, ու պատրաստ կստուգա եղելով ձեր ազնիվ լինելու։ Կներեք դուք ինձ թողեցիք ես անգամ էլ իշխանության ներկայացուցիչներին արդեն անմեղության կախավարկածով ասացիք, որ իրենք կեղծիքների են դիմելու, ինձ են ճնշելու, ես էլ ինչպես ոչ, ես թույլ չեմ տալ, որ որևէ մեկը կեղծիք կատարի։ Այդ ուզում եմ, որպեսզի մեկը միշտ ամրագրի, ու ինձ համար, որ այս պաշտոնում ես ընտրվել եմ ու ինձ ընտրել են ներկայիս խորհրդարանի պատգամավորները, ու ես նույն խորհրդարանում եմ ասել, որ ես պաշտոնավարում եմ հանուն Հայաստանի Հանրապետության եւ իմ պաշտոնավարման ժամանակ ընտրությունները լինելու են ազատ արդար թափանցիկ, որևէ մեկը հնարավորություն չունենալու ընտրությունները կեղծելու։ Իմ պաշտոնավարման ժամանակ Հայաստանի Հանրապետություն կլինի ազգային ժողով, կլինի ավականի, կլինի մեծամասնական համանքի ղեկավար կամ ավականու անդամ, բոլորը լինելու են ընտրված ազատ արդար թափանցիկ ընտրությունների արդյունքում։ Եվ ես վերադառնալով ձեր երկրորդ հարցին, տեսեք, ոչ ոք չասում, որ մենք YouTube-յան ալիքները մոնիտորինգի չենք ենթարկել, բայց ձեր կողմից բարձրացած խնդիրը մեր դիրույթում չի։ Երբ որ բացատրեմ ինչի մասն է խոսքը, մեր վերահսկողություն վերաբերում է նրան, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, այսինքն մասնակիցները, ովքեր որ օրինակ կօգտագործեն YouTube-յան ալիքը կամ այլ սոցիալական հարթակների քարոզչական հնարավորություններ, դա հայտարարել։ Դա ինչ է նշանակում, որ այդ նպատակով գումարները, այսինքն ամսի 8-ից սկսած բոլոր քարոզչական նյութերը, որոնք որ ցանկացած հարթակում որ տարածվելու են, այսինքն վճարովի հիմունքներով տարածվելու են,
այդ գումարները պիտի հատկացվեն իրենց նախընտրական հիմնադրամներից։ Այսինքն դա պիտի արտացոլվի իրենց հայտարարներում, այսինքն իրենք պիտի դա ամբողջությամբ ցույց տան։ Ինչ վերաբերում է քարոզչական նյութերի բովանդակությանը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի դեպքում կարող է, այսպես ասենք, միջամտել, եթե դա վերաբերում է, այսպես ասենք, ընտրությունների վերաբերյալ, օրինակ ընտրական համակարգի վրա կեղծ տեղեկատվություն է տարածվում։ Բայց երբ որ քաղաքական ուժերը մեկ-մեկու ամենասուր կերպ քննադատեն, չգիտեմ, մեկ-մեկու դեմ չոր գովազդներ կպատվիրեն, հասկանում եք, զրպարտություն է, սուտ է, վիավորանք է, այդ գնահատողները դիմացին, այսինքն մեկը մյուսին, նույնիսկ հարաբերություններում, միջանձնային հարաբերություններում զրպարտության, վիավորանքի համար կարող է բողոքել միայն տուժող, այսինքն անձը կարող է գնալ դատարան, պահանջել, որ իրենից ներողություն խնդրեն, չգիտեմ, փոխհատուցություն, այսինքն որևէ այդպիսի մարմին չկա, որ երբ որ սուբյեկտները մեկ-մեկու վիավորում կամ զրպարտում են, որը մյուսի փոխարեն գնա, ասենք, նրա իրավունքները պաշտպանի։ Ավելին ասեմ, այս դեպքում, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջամտի օրինակ քարոզչական նյութերի բովանդակության, կստացվի, որ մենք մեր անկողմնակալության, քաղաքական չեզոքության մանդատը խախտեցինք։ Որովհետև կներեք քաղաքական գործիչները ուժերը ազատ են, կրկնում եմ, ազատ են իրենք մեկ-մեկու ինչ կցանկանան ասել։ Ու մեկ-մեկու հերքողները պիտի լինեն իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, ասենք, մեկը մյուսին զրպարտել է, չգիտեմ, վիավորում, իրենք իրենց իրավունքները պիտի պաշտպանեն։ Այս դեպքում, որ գնահատել, այսինքն տվյալ անձի նկատմամբ օրինակ վիավորանք է, չէ՞, մենք այդ իրավասությունը կներեք չունենք։ Դա մենք ունենք միայն այն մասով, որ օրինակ տեսահոլովակական մեդիայի մասին օրենքը, օրինակ արգելումը, չէ՞, հայրանք եւ այլ, այսինքն միայն այդ տեսանկյունից այդ դեպքում էլ արդեն մենք այս դեպքում արդեն լիազոր մարմնի մասնագիտական կառույցի միջոցով ենք այս խնդիրը կարգավորում։ Ու կարող եմ ասել, որ շատ վատ կլինի, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինակ նման լիազորություն տան ու պահանջի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսի բովանդակությունը քարոզչական քննարկել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ես ինքս երբեք ասեմ գրաքննություն չեմ տա, բայց որտեղ ես ի վերջո հենց խոսքի ազատության համար տարիներ եմ նվիրել, բայց ես վստահ չեմ, օրինակ ասենք երբևէ, եթե նման լիազորություն օրինակ չի գա մի հետագա մի կազ, որ այդ գրաքննելու լիազորություն ունենալ չի սկսի խոսքի ազատությունը օրինակ սահմանափակել։ Իսկ ասում ես ամեն ինչ վտանգավոր է տեքստերի այդ քննարկումների մեջ մտնել։